Եկել եմ մի քիչ խոսանք։ Մարդը ինչ սովոր մտքեր որ ունի, նենց էլ սովոր էմոցիաներ ա ունենում։ Էմոցիաներից էլ սովոր խոսքեր ու արարքներ են ստեղծվում։ Իսկ այդ խոսքերն ու արարքներն էլ քեզ տանում են այն նույն սովոր իրավիճակին, որտեղից էլ դու նույն սովոր մտքերն են առաջ գալի, նույն սովոր մտքերն ես ունենում, ու սա շրջանը։ Սա պարզ շրջան չի, սա փակ համակարգ է։ Ուժեղ հետադարձ կապով, որտեղ ամեն մի մասն էլ համ պատճառ է, համ էլ հետևանք է։ Կիբեռնետիկայի մեջ սրան ասում են հոմեոստատ համակարգ, մի բան, որը փորձում է նորից ու նորից գա իր հին դիրքին, ինչ էլ որ դու անես։ Իսկ ինչ է կատարվում այդ պահին գլխի ներսում նեյրոկենսաբանության տեսանկյունից։ Այս մակարդակում ամեն ինչ պատտվում է այն սկզբունքի շուրջ, որ ուղեղը չի ուզում լարվի։ Ուզում է իր համար հանգիստ ապրի։ Այն նեյրոնային կապերը, որոնք դու շատ ես օգտագործում, կամաց իրանց համար ճամփա են բացում, միելինով են պատվում ու ազդակները այդ ճամփով վազում են ավելի արագ, կայծակի արագությամբ, քան սովորական մնացած նեյրոնային այդ ուղիներով։ Ու դե ասենք ամեն առավոտ նույն ճամփով գնում ես աշխատանքի ու մի օր հանկարծ ճամփան փակվում է ու դու կանգնած մտածում ես, վայ բա ոնց գնամ, որտեղ ուրիշ ճանապարհ չգիտեմ։ Այս տեսանկյունից միտք էմոցիան աշխատում է այս ձևով, ուղեղդ լիմբիկ համակարգի միջոցով միանգամից գնահատում է իրավիճակը առանց երկար մտածելու։ Նշաձև մարմինը, ամիգդալան, արձագանքում է ավելի շուտ, քան գլխուղեղի կեղևը հասցնում է ասի՝ մի րոպե սպասի, լրիվ ինչ է կատարվում։ Սրա պարզ օրինակն է, օրինակ, որ կինդ քեզ երկար նայում է ու դու արդեն սկսում ես մտածես, վերջ, ես արդեն մի բան այն չեմ արել, հեսա կռիվը գնալու է, չնայած նա ուղղակի իր ակնոցն էր մոռացել ու տես մտով ուզում հասկանա ուր է դրել։ Էմոցիաներից դեպի գործողություն։ Այս տեսանկյունից մարմինը արձագանքում է էմոցիաներին, հորմոններ է արտազատում, կորտիզոլ, ադրենալին եւ այլն, ու սկսում ես նենց վարվել, որ տեղավորվես արդեն գոյացած այդ տրամադրության մեջ։ Օրինակ, եթե վախենում ես, դու կամ կսառչես տեղում, կամ կփախչես, կամ կսկսես պաշտպանվել։ Ու այդ դրանցից որ մեկն էլ որ անես, ու այդ պահին ասում ես, վայ, ինչ լավ է, որ վախեցա, դա ճիշտ էր։ Հիմա գործողությունը ոնց է իրադարձություն գալիս դեպի իրադարձության, արարքդ քո փոխում է շրջակա աշխարհը։ Իսկ աշխարհը նյութական է ու շոշափելի, դրա համար ինքը ամենաուժեղ կրկռիչն է։ Այն նոր իրադարձությունը, որը ստեղծվել է, քո ուղեղին ասում է, որ տեսար, ես քեզ ասում էի, որ դու ճիշտ էիր։ Ասենք դու համոզված ես, որ մարդիկ քեզ չեն սիրում, դու ուղղակի ասենք հանդիպումների ժամանակ կամ երեկույթների ժամանակ ուղղակի անկյունում կանգնում ես այդ մտքով, որ մարդիկ քեզ չեն սիրում, կծկվում ես, չես ժպտում կամ ասենք պատասխանելուց ագրեսիվ ես պատասխանում ու դիմացինդ էլ բնականաբար հեռանում է քեզանից ու հետո դու քեզ ասում ես, որ տեսար բոլորն էլ երես թեքեցին ինձանից։ Այս ամեն ինչը այս այն պահն է, որը կոչվում է հաստատման կողմնակալություն։ Ուրեմն այս մտքերը մի փոքր ամփոփենք, հասկանանք, մի հատ իմի բերենք, որ մարդը մի փոքր փուչիկի մեջ է ապրում։ Այդ փուչիկի մեջին անցյալը կանխատեսում է ապագան, որտեղ ոչինչ չի հասկանում, որ քարտեզն ու իրական տարածքը դրանք տարբեր բաներ են, ու սովորական մտքերը դու կուլ ես տալիս որպես ճշմարտություն։ Հիմա այս նեյրոկենսաբանությանը մի փոքր կյանք ավելացնենք, իրան մի փոքր բովանդակություն տանք, գործարքային վերլուծություն հոգեբանական ուղղության միջոցով։ Ուրեմն գործարքային վերլուծության մեջ այս շրջանը կոչվում է սցենարային կրկնություն կամ ապացույցների հավաքում։ Այսինքն ուղեղը ուղղակի սովորությունից չի աշխատում, նա աշխատում է քո մանկության տարիներին կնքած գաղտնի պայմանագրի համաձայն։ Հեսա որ բացատրեմ
կհասկանաք, ուրեմն սովորական մտքերը, սովորականը հասկացեք, որ ես սովորություն դարձած նկատի ունեմ։ Սովորական մտքերը, սրանք այն ձայներն են, որ քո ներսում, քո քննադատող ծնողն է թողել ու քո ներսվիտ երեխան եկել այն եզրակացություններին, որը դու արել ես 3-ից 7 տարեկան։ Օրինակ, որ ես անպետք եմ կամ աշխարհը վտանգավոր տեղ է, եթե ուզում եմ, որ ինձ սիրեն, ես պիտի տանջվեմ։ Հիշում ես, չէ՞, որ փոքր վաղ դերոնք քեզ ասել են, որ դու ոչ մի բան ճիշտ չես անում, ու հիմա դու 30 տարեկան ես, բայց այդ ձենը ամեն անգամ ասում ես, դու նորից սխալվեցիր ու դու լսում ես դրան։ Այս ինչ վերաբերվում է մտքերին։ Հիմա սովորական էմոցիաները, սրանք այն ապրումներն են, որ ընտանիքիդ մեջ արգելված չէին, թույլատրելի էին, ու կան արգելված, ու երբ որ արգելվածը փոխում ես թույլատրելիով, դրանք կոչվում են ռեկետ էմոցիաներ, ռեկետ զգացողություններ։ Օրինակ, զայրանալ չէր կարելի, բայց վիրավորվել կարելի էր։ Հետաքրքրվել չէր կարելի, բայց անհանգստանալ կարելի էր։ Այս ապրումները քո այս էմոցիաները քո սցենարի համար վառելիք են դառնում։ Ասենք, եթե ընտանիքում բարկանալը ընդունված չէր ու ասենք սխալ կամ մեղք էր համարվում, դու ինչ էլ որ կատարվի, կուլ կտաս այդ բարկությունդ, դրա փոխարեն կվիրավորվես ու հետո չես հասկանա, թե ինչ են քեզ միշտ օգտագործում, ինչ են քեզ հետ միշտ վարվում, տենց վատ։ Հիմա սովորական խոսքեր ու գործողություններ, սրանք խոսքերն ու գործողությունները այն հոգեբանական խաղերն են, որոնք մարդը հաճախ ինքն էլ չի իմանալով, ենթագիտակցորեն ընտրում է նենց խոսքեր, որ դիմացինը իրան պահի կոնկրետ ձևով, կամ փրկի իրան, կամ մեղադրի իրան, կամ իրան մենակ թողա, այսինքն լքի հեռանը։ Օրինակ աշխատավայրում ասում ես, որ ես մեկ այս խնդիրը չեմ կարող լուծեմ, գործընկերդ քեզ սկսում է համոզել, չէ, դու լավ մասնագետ ես, իսկ դու ներքուստ ասում ես, չէ, հա, ձենից ինչ լավ մասնագետ, ու խաղն ավարտվում է, որտեղ դու ստանում ես այն խղճահարությունը, որին սովորել ես փոքր ժամանակ։ Հիմա սովորական իրադարձությունները, սրանք սցենարային շահումներն են, այդ իրադարձությունները, բայց այստեղ շահել չի նշանակում հաղթել, հակառակը, այստեղ շահումն է, որ դու նորից քեզ ապացուցում ես, որ դու ճիշտ էիր։ Մարդը կազմակերպում է իր կյանքը նենց, որ նորից զգա այն նույն ցավը, որին արդեն վաղուց սովորել է, որին վարժվել է։ Ու ամենազարմանալին այն է, որ նույնիսկ երբ լավ բան է պատահում, նա կարող է այդ լավ իրադարձությունը կարգավորի ու բերի հարմարացնի իր սցենարին։ Ու այդ դեպքում պատասխանները թե գլխի ներսում, թե բարձրաձայն հնչում է, որ հա դե այսօր ստացվեց, վաղը հաստատ վատ բան է ալնելու, կամ սա ընդհանրապես պատահականություն էր, ես սրան արժանի չեմ։ Այսինքն մենք բոլորս մեր գլխում նստած սցենարիստ ունենք, որ միշտ աշխատում է։ Մարդը ուղղակի իրադարձությունների մեջ չի հայտնվում, նա ինքն է անգիտակցաբար մասնակցում դրանց ստեղծմանը, սա շատ կարևոր է հասկանալ, ինչի համար, որ Կարենը ասի, ախր ես ասում էի, չէ, ես գիտեի, որ տենց է լինելու։ Այս միտքը մարդու հոգեբանական ժամանակի բանաձևն է։ Այս շրջանի մեջ մարդը ներկայում չի ապրում։ Նա անցյալով է ապրում, ապագան այդ անցյալի հիման վրա է կառուցում ու ներկան փորձում է բերի իր հին համոզմունքների տակ հարմարացնի։ Իրադարձությունը ստե պատահական չի, դա համոզմունքների, մարդու համոզմունքների ու իր վարքի արդյունքն է։ Իսկ խոսքերն ու գործողությունները, արարքները, դրանք այն գործիքներն են, որոնք մարդը չհասկանալով, չգիտակցելով օգտագործում է ուրիշներից կանխատեսելի արձագանք ստանալու համար։ Էսի արդեն նշեցի, որ շրջանը, ու այս շրջանը կարելի է փչացնել կամ այդ շրջանից կարելի է դուրս գալ։ Կոտրել այս շրջանը մի խոսքով, բայց ստե մենակ դրական մտածիր,
այդ նման ձև ասելը բան չի փոխի, հա դա մի փոքր օգնում է, բայց զուտ խորքային արմատին չես հասնում այդպես։ Մյուս կողմից մենակ մանկությունն էլ անընդհատ վերլուծելն էլ մի բան չի, որովհետև կարա տարիներ անցնի ու դու էլի նույն տեղում մնաս, դրա համար պիտի այս երկուսի հետ համատեղ համակարգը լինի։ Ու առաջի քայլը որ կարա կանեք, արեք մի բան, որը սովորաբար չեք անում, որը դեր համար սովորություն չի։ Օրինակ, եթե սովորեք ինչ-որ մի բանից անդադ խուսափել, կլինի դի հանդիպումներ, կլինի խոսակցություններ, վերցրեք ու արեք դա, վերցրեք ու մոտեցեք մարդու հետ խոսացեք, վերցրեք ու հրավերը ընդունեք, եթե սովորեք գոռալ կամ անընդհատ ագրեսիվ ձևով խոսալ, մի պահ հանգստացեք, հանգիստ փորձեք խոսալ, տեսեք իր ձևափոխվում ամեն ինչ, ասենք ամեն անգամ կնոջդ հետ կոնֆլիկտի ժամանակ միշտ դուրը շրխկացնում ես ու հեռանում ես տնից, այս անգամ ուղղակի փորձի նստես ու ասա արի մի հատ հանգիստ խոսանք, ես քեզ լսում եմ ու այս նոր պահվածքը նոր արդյունք կտա, որը կխախտի հին ավտոմատ այդ սովորությունները, որը որ կառավարում է քո կյանքը։ Երկրորդ քայլով կարաս իրադարձությանը նոր իմաստ տաս։ Երբ ինչ-որ մի հատ նոր իրադարձություն է պատահում, պետք չի միանգամից հին ձևով մեկնաբանես։ Պետք է որ միացնես քո ներքին մեծահասակին, ոչ թե ծնողիդ կամ երեխայիդ ու ինքդ քեզ հարցնես, այս իրավիճակը ծախողում համարելով ինչ մանկական օգուտ եմ ստանում։ Այս իրավիճակը ծախողում համարելով ինչ մանկական օգուտ եմ ստանում։ Օրինակ աշխատանքում նախագիծը չեն հավանել։ Դե հիմա տենց ստացվել, որ չեն հավանել, դու արդեն սովորական քո մտքերն են, որ այդ բանը առաջանում է, տեսա չէ, որ ես վատ մասնագետ եմ կամ ես արժանի չեմ, որ ինչ-որ մի հատ նոր նախագիծ առաջարկեմ։ Այդ մտքերի փոխարեն մի պահ կանգնի ու մտածի, թե այդ միտքը կոնկրետ ինչով է քեզ ձեռնտու, որ դու տենց ես մտածում։ Հնարավոր է տենց դու ստանում ես ազատություն պատասխանատվությունից, որովհետև ասենք անպետք մարդուց պահանջել չկա, էլի, եթե անպետք է ինչ ուզես իրանից։ Հետո այդ մտքին փոխարեն սկսի մտածել, որ չէ, ես պատասխանատվություն եմ ուզում, ու այս խաղը չեմ խաղալու, հաջորդ անգամ ավելի լրջորեն կմոտենամ, ասենք նախագծին։ Ու երրորդ ամենաուժեղ միտքը ինձ թվում է այս նյութին վերաբերյալ այնա, որ դու պիտի հասկանաս, որ դու նա ով նայում է այս շրջանին դրսից ու դու ով ապրում է այս շրջանի ներսում նույն մարդը չեք։ Այն փաստը, որ դու արդեն տեսնում ես այս մեխանիզմը, նշանակում է, որ կարաս ամեն անգամ ընտրություն կատարես։ Արձագանքես ավտոմատ հին ձևով, թե դրսից նայես ու գիտակցաբար ինչ-որ որոշում կայացնես։ Ասենք դու բարկանում ես, բայց ներսում մի ձայն ասում է, հետաքրքիր է, տես ոնց ես արձագանքում, ասենք, այս հին սցենարը տա ու այդ պահից դու զոհ չես, դու արդեն տերն ես իրավիճակին, էլի, որտեղ դու սկսում ես մի քիչ ուրիշ ձև նայել ու ընտրություն ես սկսում կատարել, ոչ թե ավտոմատ արձագանքում ես իրավիճակին։ Ուստեղ այս միտքը ցույց է տալիս, թե ոնց է աշխատում հոգեբանական բանտը։ Այն որ մարդը տեսնում է այս համակարգը, արդեն փոփոխության հնարավորություն է ստեղծում։ Քանի դեռ դու քեզ նույնացնում ես քո սովորական մտքերիդ հետ ու ամեն ինչ ընդունում որպես ապացույց, շրջանը պտտվելու է։ Բայց հենց որ սկսես տեսնել քեզ, ասենք, կողքից որպես դիտորդ ու գիտակցաբար ընտրություն կատարող մարդ, այս շրջանը աստիճանաբար կամաց թուլանալու է, իսկ ինչի կամաց, որովհետև ինքը սովորություն է, սովորություններից հրաժարվելը մի քիչ դժվար է։ Ու թուլանալու հետ դու սկսելու ես իսկականից ապրել ու ոչ թե կրկնել կյանքիդ հին սցենարները, որը ընտրել ես, որը գրել ես 3-ից 7 տարեկանում չգիտակցելով ծնողական համոզմունքների, ծնողական հրահանգների ճնշման տակ։
Մի հատ ուրիշ միտք, որ պատասխանատվությունը դա ընդամենը պահվածք չի։ Այս մի դիրքորոշում է ներքին, եւ մարդը միանգամայն գիտակցում է, որ իր կյանքում ինչ հետևանք էլ որ լինի, այդ ամեն ինչի գլխավոր պատճառը հենց ինքն է։ Սա հասունության այն բանաձևն է, որ սցենարի լրիվ հակառակ կողմն է։ Այստեղ խոսքը չի գնում ուղղակի ոնց վարվելու մասին, սա ավելի խորը էքզիստենցիալ դիրքորոշում է, որ sense գլխի վրա շուռ է տալիս նախորդ մինչև այս քննարկած իմ ամբողջ շղթան շրջանը։ Եթե հիշում ես, մենք քննարկեցինք, որ մարդը ստեղծում էր իրադարձություններ, որ ապրի որոշակի էմոցիաներ, իսկ ստեղ նա ընդունում է, որ իր կյանքի բոլոր հետևանքների ստեղծման մեջ ինքը հեղինակն է։ Առանց ամեն ինչ բարթելու պատահականության կամ ասենք ուրիշների կամ ճակատագրի վրա։ Ու սա է, որ կոչվում է ներքին ազատության մեկնարկային կետ։ Սրան էլ մի փոքր նեյրոկենսաբանական տեսանկյունից քննարկենք, որ ավելի պարզ լինի։ Ուրեմն նեյրոկենսաբանություն ավտոմատ արձագանքող ուղերձ դեպի նախաձեռնող ուղեղ, ռեակտիվ ուղերձ դեպի նախաձեռնող ուղեղ։ Շատ հաճախ սովորաբար մեր ուղեղը արտաքին վերահսկողության կենտրոնի սկզբունքով է աշխատում, այսինքն ինքը միշտ պատճառները դրսում է ման գալիս, դրսում է փնտրում, որովհետև ինքը այդպես քիչ է էներգիա ծախսում ու պահպանվում է անվտանգության պատրանքը։ Եթե մեղավորներն ուրիշներն են, ուրեմն նրանք էլ պիտի փոխվեն, ոչ թե ես։ Պատասխանատվությունը որպես դիրքորոշում նշանակում է, որ մենք անցնում ենք ներքին վերահսկողության կենտրոնին։ Հասկացաք, չէ՞, եթե սովորաբար աշխատում է արտաքին վերահսկողության կենտրոնի վրա, այսինքն խնդիրները ու մեղավորներին ման է գալիս դրսում, պատասխանատվությունը վերցնում ես, այդ դիրքորոշումով սկսում ես ապրել, որ քո կյանքում միշտ դրա պատասխանատուն դու ես, արդեն ուղեղդ անցնում է ներքին վերահսկողության կենտրոնին ու գլխուղեղի ճակատային կեղևը պատասխանատու է պլանավորման ու գիտակցված ընտրության համար։ Այս դեպքում սկսում է ինքը գերիշխել ու լիմբիկ համակարգի վրա, ամիգդալայի վրա։ Այս սկզբունքը շատ մեծ էներգիա է խլում, բայց տալիս է 3 հատ կարևոր բոնուս, կարելի ասել այդտեղ։ Կանխատեսումը դառնում է ավելի ճկուն։ Ուղեղը առաջվա նման չի աշխատում, ասենք, եթե A, ուրեմն B կոշտ սցենարով։ Նա ընդունում է, որ A ու B-ի մեջ կա մի հատ տարածություն, որը լրացվում է հենց այդ մարդու ընտրությամբ։ Հաջորդը սխալը վերածվում է ինֆորմացիայի։ Էլ ուղեղը չի մտածում, որ սխալը ինչ-որ մի հատ աղետ է, մի հատ սարսափելի բան է ու պետք չի մեղավորներ գտնել, մեղավորներ ման գալ, մենակ կա հետադարձ կապ, որի միջոցով կարելի է անել հաջորդ քայլը ավելի լավ, քան նախորդը։ Երրորդ բոնուսը էդի դոֆամինի պարգևատրումը փոխվում է։ Դոֆամինը էլ ինքն իրանով չի առաջանում ես ճիշտ էի, որ դժգոհ էի զգացումից, հիմայի պարգևատրումը գալիս է այն բանից, որ ես իմ գործողությամբ փոխում եմ իրավիճակը։ Սա ինձ ամրացվում է մարդու ներքին հեղինակությունը ու ազդեցության զգացումը, որ դուք իրավիճակին տիրապետում եք։ Հիմա այս միտքը, պատասխանատվությունը մի հատ նայենք էլի գործարքային վերլուծության միջոցով։ Գործարքային վերլուծությունը, պատասխանատվությունը ըստ գործարքային վերլուծության մարդու էգոն բաժանվում է 3 մասի՝ մեծահասակ, ծնող ու երեխա։ Ոստեղ պատասխանատվությունը մեծահասակ էգո վիճակի դիրքն է։ Այդ միակ դիրքն է, որ կարա քանդի մարդու մանկական սցենարը։ Հիշում եք, չէ՞, որ ասեցի մինչև 3-ից 7 տարեկան ժամանակ մարդը ըստ գործարքային վերլուծության իր կյանքի համար սցենար է գրում, թե ոնց պիտի ապրի, ու մեծահասակ էգո վիճակը միակ դիրքն է, որ կարա քանդի այդ սցենարը։ Որովհետև երեխան պատասխանատվություն չի վերցնում, ինքը միշտ իրան զոհ է զգում ու պահում է իրան որպես զոհ։
ծնողը պատասխանատվություն է վերցնում ուրիշների փոխարեն, դառնալով նրանց համար կամ փրկիչ, կամ մեղադրող, ըստ Կարպմանի եռանկյունու։ Մեծահասակը պատասխանատվություն է վերցնում մենակ իր ընտրությունների ու իր արարքների համար։ Ու երբ ասում ես ես եմ իմ կյանքի հետևանքների պատճառը, դու կամաց աստիճանաբար հրաժարվում ես այն ռեկետային զգացմունքներից, որ ասեցի ռեկետային, որը թույլատրված չէր, դրա փոխարեն ուրիշ բան էր թույլատրված զգալը, ասենք վիրավորվածությունից, մեղքի զգացումից, ամոթից ու անօգնականությունից, որովհետև այդ ամեն ինչը հաճախ պահպանվում են ուրիշներն են ինձ հետ դա արել համոզմունքով։ Այսինքն, եթե ինչ-որ մի բացական իրադարձություն է, դուք մտածում եք, որ դուք չեք մեղավոր, ուրիշն է մեղավոր, ու վիրավորվածություն, մեղքի զգացում, ամոթ, այդ ամեն ինչը վերանում է, երբ որ դուք հասկանում եք, որ այդ իրադարձության մեջ դուք ունեք ձեր ներդրած լոման, դա ձեր պատասխանատվության տակ էր։ Ու տենց դուք դուրս եք գալիս այդ Կարպմանի եռանկյունով, զոհ փրկիչ հետապնդող, ոնց ասեցի, ու եթե դու ընդունում ես քո դերը, որ դու ես պատասխանատու քո հետևանքների պատճառը դու ես, եթե դու դա ընդունում ես, այլ ոչ մեկ պարտավոր չի քեզ փրկի, մեղադրի կամ խղճա։ Դու ուղղակի դադարում ես խաղաս այն խաղերը, հոգեբանական խաղերի մասն է խոսքը, ասենք, եթե դու չլնեիր, այտենց հոգեբանական խաղ կա, տես թե ինչ արեցի քո պատճառով, այտենց էլ հոգեբանական խաղ կա, դու ուղղակի այդ խաղերը չես խաղում։ Սա պատասխանատվության ընդունումը, սա նաև հրաժարում է սցենարային շահումից, մանկության, անօգնական համոզմունքի, հերթական հաստատումից։ Փոխարենը ստեղծվում է նոր պայմանագիր մեծահասակիդ հետ, ես ընտրում եմ արդյունքներ, այլ ոչ թե արդարացումներ։ Պատասխանատվությունը դա բեռ չի, դա ուղղակի մի հատ գործիք է, որը փոխում է կյանքի, մարդու կյանքի ամբողջ պատկերը։ Ես հանգամանքների խաղալիք չեմ ու ես եմ իմ կյանքի ակտիվ մասնակիցը։ Մարդը, որ հաճախ հենց որ մարդը ճանաչում է իր դերը պատճառների մակարդակում, միանգամից ստանում է հետևանքները փոխելու հնարավորություն։ Այդ պահից նա արդեն չի պայքարում մենակ, ասենք, ախտանիշների դեմ, այսինքն արտաքին աշխարհի դեմ, այլ աշխատում է պատճառների վրա, ներքին աշխարհի հետ։ Ու ոնց կարելի է զարգացնել այս դիրքը, սա պարզա միանգամյա որոշում չի, սա ամենօրյա գիտակցված պրակտիկա է, որտեղ սովորությունն առաջնային է, մասշտաբը երկրորդական։ Ոնց փոխեք, ոնց զարգացնեք այս դիրքը, կարելի է միջամտություն լեզվի միջոցով, փորձիր ամեն անգամ խոսքից հանել սենց արտահայտությունները, որ համոզված եմ միշտ անում ես, դե տենց ստացվեց, դե ինձ ստիպեցին, դե հիմա պատահեց, ինչ անեմ, ինչ կարամ անեմ ես, ինչ կարամ փոխեմ ես։ Դրանց փոխարեն այս արտահայտություններն ու նման արտահայտությունները, որոնք շատ ես օգտագործում, դա սովորական մտքերն են։ Դրանք ուղղակի փոխի ու դրանց տեղը օգտագործի ես ընտրեցի, ես որոշեցի, ես թույլ տվեցի, որ նույնիսկ եթե ինչ-որ իրադարձությունը արտաքին իրադարձություն է, դու ինքդ քեզ մի հատ հարցրու, իմ որ նախկին ընտրությունը ինձ բերեց այս իրավիճակին։ Օրինակ, մի ասա ինձ աշխատանքից ազատեցին, այլ ասա, որ իմ որոշ գործողություններ կամ որոշումներ նպաստեցին, որ ես կորցրեցի աշխատանքս։ Հաջորդ գործիք կամ կետ կամ միջոց, այս ամեն ինչը զարգացնելու, նորից ասեմ, նորից կրկնվեմ, որ նոր իմաստավորումն է, նոր իմաստ տալն է։ Հենց որ ուզում ես ուրիշին կամ հանգամանքներին մեղադրես, մի հատ կանգնի ու քեզ հարցրա, ինչ օգուտ եմ ստանում պատասխանատվությունը ուրիշների վրա գցելով։ Հնարավոր է ինչ-որ միտեղ դա օգնում է քեզ խուսափել վախից կամ պահպանել լավ մարդու կերպարը,
կամ ասենք ստանալ խղճահարություն։ Եթե հասկացար այդ օգուտը, ուղղակի գիտակցաբար հրաժարվի դրանից։ Քեզ հետ նոր պայմանագիր կնքի, ես ամբողջությամբ պատասխանատու եմ իմ արձագանքների համար, նույնիսկ եթե իրադարձությունը պայմանավորված է ուրիշների գործողություններով, ես եմ ստեղծում իմ արձագանքը, իմ ստեղծածն է։ Ինչ կարելի անել, կարելի է ակտիվացրու մեծահասակիտ։ Ամեն առավոտ ուղղակի 3-ից 5 րոպե տրամադրի, 5-ն էլ է շատ։ Ուղղակի մի հատ մտածի, թե այսօր ինչ արդյունքներ են կախված մենակ իմ որոշումներից։ Ուղղակի մտածի դրա մասին, թե այսօր ինչ ես անելու դու ու ինչն է կախված քեզանից, որին կարաս հասնես։ Այսօր ինչ արդյունքներ են կախված մենակ իմ որոշումներից։ Իսկ օրվա վերջում հարցրու, այսօր ինչ հետևանքներ ստեղծեցի ու ինչ սովորեցի դրանից։ Կարաս փորձես 5 րոպե պատասխանատվություն վարժությունը։ Եթե ինչ-որ մի հատ տհաճ իրավիճակ է պատահում, այդ իրավիճակին տուր 5 րոպե, որ զգացմունքներդ ապրես, ասենք ջղայնացել ես կամ բան, մի 5 րոպե տու այդ ջղայնությունը ապրի, թող անցնի ու միացրա մեծահասակիտ, այդ ներքին մեծահասակիտ ու այդ իրադարձության մեջ գթի առնվազն 3 սեփական գործողություն կամ որոշում, որոնք ազդել են այդ արդյունքի վրա։ Սա ուղղակի մարզում է ուղեղը պատճառները տեսնել ոչ թե մենակ դրսում, այլ նաև ներսում։ Կարելի է ներքին նոր թույլտվություն տալ։ Ես ասացի, չէ, որ սցենարը գրվում է 3-ից 7 տարեկանում ծնողական հրահանգների ներքո, այսինքն ինչն է կարելի, ինչը չի կարելի, ոնց անես, ինչ անես։ Ու հիմա դու քեզ կարաս նոր թույլտվություն տաս, նոր ներքին թույլտվություն տաս ու ստես սցենարային մտածողությունը հաճախ փոխանցում է ծնողական հրահանգները հաճախ ասում են, որ դու չես կարող ամեն ինչ վերահսկես։ Դա ճիշտ է, դու չես կարող ամեն ինչ վերահսկես, բայց կարելի է ինքդ քեզ նոր թույլտվություն տալ, որ ես պարտավոր չեմ ամեն ինչ վերահսկեմ, բայց կարամ պատասխանատվություն կրեմ իմ ընտրությունների համար ցանկացած իրավիճակում։ Ու սա չի նշանակում ամեն ինչ կառավարելու մոլուցք, որ պիտի ամեն ինչ փորձես կառավարես բոլորին, ամեն իրավիճակները, ուղղակի սա սեփական դերի գիտակցումն է, որ ինչ իրադարձության մեջ որ դու ընկնում ես, գոնե դրա 50%-ը քեզնից է կախված։ Այս սահմանման մեջ պատասխանատվությունը ինչ որ բարոյական պարտք չի, որ ես պիտի պատասխանատու լինեմ ու վերջ։ Սա ներքին դիրքորոշում է, սա հիշեցնում է, որ մենք ուղղակի չենք արձագանքում մեր կյանքին։ Մենք մեր ընտրություններով, մեր որոշումներով մասնակցում ենք դրա ձևավորմանը։ Ամեն անգամ, երբ դու քեզ ասում ես, ես եմ պատասխանատու իմ ընտրությունների համար, դու ուղղակի դադարում ես անցյալի իշխանությունը ու ուժը փոխանցես ապագային։ Այդ պահից ոչ միայն իրադարձություններն են ձևավորում քեզ, այլ դու ես սկսում ձևավորել այն նոր իրադարձությունները, որոնք դեռ առջևում են։ Հաջորդ մի հատ միտք էլ ասեմ, այն ինչի մասին դուք անընդհատ խոսում եք, դրա հաստատումն էլ կգտնեք։ Այս միտքը ինքնածրագրավորման հենց այն բանաձևն է, որ խոսքի միջոցով է աշխատում։ Սա ասում է, որ լեզուն ուղղակի իրականություն նկարագրելու գործիք չի, այլ նա կառուցելու միջոց է, իրականությունը լեզվի միջոցով կառուցելու միջոց է։ Այն բառերը, որ դու արտասանում ես, բարձրաձայն թե մտքում, գործում են որպես ուշադրության ֆիլտր ու սցենարի գործարկիչ։ Ուղեղը սկսում է ակտիվորեն ման գալ, որոնել հենց այդ արտահայտությունների հաստատումը, անտեսելով այն ամեն ինչը, ինչը չի համապատասխանում դրան։ Կոպիտ ասած, ինչ որ խոսում ես, այն էլ կտեսնես։ Հիմա էլի էսի փորձենք նեյրոկենսաբանության մեջ մի հատ պատկերացնենք, բացատրենք, որ
նեյրոպեսաբանության մեջ լեզուն որպես որոնողական համակարգ է աշխատում։ Ուղեղը ըստ էության գաղափարներ ստուգող համակարգ է։ Հենց որ մի արտահայտություն ես անում, կարող լինի դաժե պատահաբար դա միանգամից դառնում է հրահանգ ռետիկուլյար ձևավորման համար, այդ ուղեղի համակարգն է, որը զտում է զգայական տեղեկատվությունները, այսինքն ինֆորմացիա եկավ, ինքը միայն դրան մեջով անցնում է ու զտվում է այդ։ Հենց որ մի հատ նոր արտահայտություն ես անում, այդ իսկույն դառնում է հրահանգ ռետիկուլյար ձևավորման համար։ Եթե ասում ես ինձ ոչ ոք չի սիրում, ուղեղը սկսում է որոնել մերժման նշաններ, միևնույն ժամանակ նկարը անտեսի հաճոյախոսությունները, ջերմ վերաբերմունքը կամ աջակցության նշանները։ Ասենք աշխատավայրում գործընկերդ քեզ ասում է լավ տեսք ունես այսօր, իսկ դու միանգամից մտածում ես, հա բայց այն մեկին ավելի ջերմ պատասխանեց, այն մեկի հետ ավելի ջերմ խոսած։ Զտում ես դրականը, պահում ես բացասականը, հասկացաք։ Ամեն անգամ, երբ կրկնում ես նույն արտահայտությունը, ակտիվանում է նույն նեյրոնային ցանցը։ Ժամանակի ընթացքում այդ ցանցը ավելի զգայուն է դառնում հենց այդ ազդակների նկատմամբ, որոնք համապատասխանում են այդ մտքին։ Մի քիչ առաջ էլի էսի ասեցի։ Այդ արտահայտությունը վերածվում է ճանաչողական պրիզմայի, որի միջոցով դու նայում ես աշխարհին։ Վերջ։ Օրինակ, եթե ամեն օր ասում ես ես անհաջողակ եմ, այդ պրիզմայով բոլոր իրադարձությունները, բոլոր արարքները, բոլոր իրադարձությունները կարծես հենց ուղղակի ապացուցում են դա։ Ուրեմն բացասական ձևակերպումները կարող բարձրացնեն կորտիզոլի մակարդակը, նեղացնեն ուշադրության դաշտը ու նվազեցնեն ստեղծագործ մտածողության հասանելիությունը։ Այդ պատճառով ավելի դժվար է նկատել այլընտրանքային հնարավորությունները։ Ասենք դու ասում ես միշտ էլ ամեն ինչ վատ է վերջանում, ու գլուխդ սկսում է պտտվել սթրեսից ու չես էլ նկատում, որ կողքովդ ուղղակի մեջ շատ լավ հնարավորություն անցնում է։ Հիմա այս ամեն ինչը նորից գործարքային վերլուծության միջոցով մի հատ նայենք, լեզուն որպես սցենարի խոսք։ Գործարքային վերլուծության մեջ լեզուն միաժամանակ եւ գործարքի խթանիչն է եւ սցենարի ապացույցը։ Ծնողական հրահանգները, ծնողական ուղերձները, օրինակ դու չես կարա, քեզնից մենակ խնդիրներ են, ժամանակի ընթացքում դառնում են ներքին ձայն։ Երբ մարդը դրանք կրկնում է բարձրաձայն կամ մտքում, ակտիվանում են քննադատ ծնողի ու զոհի դիրքում գտնվող երեխայի էգո վիճակները։ Բողոքելը շատ ժամանակ դառնում է ռեկետային հայտարարություն։ Ու բողոքելով մարդը կարա ստանա ուշադրություն, խղճահարություն կամ ասենք աջակցություն, ինչը նորից ամրապնդում է իր սցենարի դերը։ Բացի դա, խոսքը կարա դառնա հոգեբանական խաղի հրավեր։ Եթե մարդը ասում է բոլորը իմ դեմ են, նա այդ արտահայտությունով անգիտակցաբար, ես կրկնում եմ անգիտակցաբար, նա այս արտահայտությունով, որ բոլորն ինձ դեմ են, հրահում է շրջապատին կամ իր հետ վիճեն, կամ իրան ցավակցեն։ Երկու դեպքում էլ ամրապնդվում է նրա սկզբնական համոզմունքը։ Եթե վիճում են, ուրեմն բոլորն իր դեմ են, եթե ցավակցում են, իրոք իր դեմ են, դրա համար իրան խղճում են։ Օրինակ, ենթադրեք մի կին անընդհատ ասում է, որ տղամարդիկ ինձ միշտ դավաճանում են։ Հետո անգիտակցաբար նա ընտրում է նենց զուգընկեր, որը իրան անպայման կդավաճանի, որ ինքը հնարավորություն ունենա նորից ասելու տեսակ, ես ասում եմ, որ ես ճիշտ եմ։ Խոսքը ուղղակի իրականության արտացոլումը չի, նկարա
գործարկի ինքնաիրականացվող կանխատեսումների շղթա։ Մարդը շատ հաճախ չի տեսնում աշխարհը նենց ոնց կա, նա տեսնում է նենց ոնց ինքն է դրան անվանել։ Եթե աշխարհը անվանում ես թշնամական, ապա ուշադրությունդ ավելի հավանական է, որ կենտրոնանա հենց այն փաստերի վրա, որոնք աջակցում են այդ պատկերացումներին։ Ոնց կարելի է կառավարել այս մեխանիզմը։ Այս միտքը մեզ հուշում է, որ լեզվի գիտակցված օգտագործումը կարա օգնի փոխել մտածողության ուղղությունը։ Շատ են ասում մտածի, փոխի մտածելակերպը, փոխվի կյանքը։ Հիմա մենք հասկանում ենք, թե ոնց փոխենք մեր մտածելակերպը։ Այս երեք մեծ թեմաները միտեղ քննարկելով, ու հիմա ինչպես կառավարել այս մեխանիզմը։ Այս միտքը հուշում է, որ լեզվի գիտակցված օգտագործումը կարա օգնի մարդուն փոխի իր մտածողության ուղղությունը։ Ու առաջի քայլը կարաս փոխես քո ձևակերպումները։ Կարաս փորձես հաստատումները վերածես հարցերի կամ հնարավորությունների։ Օրինակ, ինձ ոչ ոք չի հասկանում, ոնց կարամ ինձ ավելի հասկանալի արտահայտեմ, կամ ով է արդեն ինձ հասկանում։ Հարցերը ստիպում են ուղեղին տեղեկություններ ման գալ, տեղեկատվություն որոնել, այլ ոչ թե մենակ սեփական համոզմունքներին հաստատումներ գտնել։ Հասկացաք չէ՞ ոնց աշխատում։ Պետք չի ամեն ինչին նայել ընդհանրացումների տեսանկյունից։ Ամեն ինչ վատ է։ Դրա փոխարեն ասա, այսօր ուղղակի այս հատվածը չստացվեց։ Կոնկրետ ձևակերպումները թույլատնում են բացասական կանխատեսումների ազդեցությունը։ Կարելի է օգտագործել գործողությունների վրա հիմնված հաստատումներ։ Օրինակ, ոչ թե ես անհաջողակ եմ, ես ընտրում եմ հաջողության տանող գործողություններ։ Ներկա ժամանակով արտահայտված գործողությունները ավելի հեշտ են կապվում իրականության վարքի հետ, իրական վարքի հետ, այսինքն եթե ասում ես ես հիմա ուղղակի միանգամից այդ վերածում վարքի։ Էլի նոր իմաստավորում տուր։ Ուշադրություն դարձրա, թե ում ձայնով ես խոսում, քո ներքին ծնողի, երեխայի, թե մեծահասակի։ Եթե արտահայտության մեջ կան օրինակ գնահատականներ, օրինակ սա սարսափելի է կամ ես պարտավոր եմ, ապա շատ մեծ հավանականությամբ խոսում է կամ ձեր ներքին ծնողը կամ ձեր ներքին երեխան։ Ավելի լավ է, որ փոխարինեք դրանք ինչ որ չեզոք ձևակերպումներով։ Սա ուղղակի իրադարձություն է, ուրիշ ոչ մի բան։ Ես կնախընտրեի ուրիշ տարբերակ ասենք։ Հետո շատ կարևոր է, որ ինքդ քեզ մի հատ հարց տաս։ Ինչ օգուտ եմ ստանում այս խոսքերը կրկնելով։ Ինչ օգուտ եմ ստանում այս խոսքերը կրկնելով։ Եթե այդ օգուտը օրինակ էլի խղճահարությունն է, արդարացումը կամ բարոյական առավելություն զգալը, ու դրանք փորձի գիտակցաբար հրաժարվես դրանցից ու դրանց փոխարեն ասա ես ընտրում եմ ապացույցներ գտնել իմ ուժի, այլ ոչ թե իմ թուլության համար։ Մենք երևի արդեն հասկացաք, որ 3 էգո վիճակներից ծնող, երեխա, մեծահասակ, ծնողն ու երեխան այդքան էլ չեն օգնում, ու դրա մասին կարելի է առանձին տեսանյութ սարքել, բայց որ կյանքը ճիշտ ասավորվի ու նենց ապրես ոնց որ ուզում ես, ամենալավը որ ակտիվացնես մեծահասակիդ։ Ճիշտ է, երեքն էլ պետք են ու նրանց մեջ պետք է լինի իդեալական բալանս, բայց իմացեք, որ մեծահասակը ղեկավարում է թե երեխային, թե ծնողին, որ ամեն ինչ լավ լինի։ Եթե ինչ որ այդ բալանսի մեջին ծնողը կամ երեխան է ավելի գերակշռում, կյանքը չի ընթանում նենց ոնց որ մարդուն պետք է։ Ուրեմն ակտիվացրու մեծահասակին։ Օրվա ընթացքում 5 անգամ գրի, թե ինչ ես անում հենց քո մասին, ուրիշների մասին ու աշխարհի մասին։ Ինչ ես ասում քո մասին, ուրիշների մասին ու աշխարհի մասին։ Հետո հարցրու։ Այս արտահայտությունները, այս մտքերը ոնց են ազդում իմ ընկալման ու իմ վարքի վրա։ Կարաս փորձես, ասենք, շրջադարձի տեխնիկան, ամեն մի բացասական պնդում
փոխի դրական մտադրության։ Բացասական պնդում փոխի դրական մտադրության։ Ես վախենում եմ սխալվելուց, օրինակ, բացասական պնդումը դա վերածի դրական մտադրության։ Ես ցանկանում եմ ավելի ուշադիր լինել։ Այս ձևակերպումը, երբ որ բացասականը փոխում ես դրականի, ուշադրությունը տեղափոխում է վտանգից դեպի հնարավորություններ։ Ու էլի ներքին թույլտվություն, նոր պայմանագիր, նոր լեզվական պայմանագիր ինքդ քեզ հետ։ Դու քեզ մի հատ խոստում տուր, այսօր ես կխոսամ մենակ նրա մասին, թե ինչ եմ ուզում ստեղծել, այլ ոչ թե նրա մասին, թե ինչից եմ վախենում։ Եթե սա դառնա ամենօրյա սովորություն, ասենք թե ինչ եմ ուզում ստեղծեմ, այլ ոչ թե ինչից եմ վախենում, ժամանակի ընթացքում բացասական մտածողության նեյրոնային կապերը կթուլանան, իսկ կառուցողական մտածողության կապերը կուժեղանան։ Օրինակ, ամեն առավոտ ասա, ես տեսնում եմ հնարավորություններ ու իրոք կնկատես, որ օրվա ընթացքում ավելի շատ բաներ ես տեսնում հնարավորություններ։ Ամեն րոպե մենք մեր ուղեղին տալիս ենք իրականության ընկալման նոր հրահանգներ։ Սա որպես ամփոփում հիմա։ Եթե ուզում ես փոխես կյանքիդ իրադարձությունները, սկսի փոխես այն, ինչ ասում ես ինքդ քեզ ուրիշների ու աշխարհի մասին։ Բառերը ուղղակի հնչյուններ չեն, դրանք կարան ուղղորդեն ուշադրությունը, ձևավորեն աշխարհընկալում ու ազդեն մտքերի, էմոցիաների ու քո վարքի վրա։ Եթե սկսես ասես, ես տեսնում եմ հնարավորություններ, ավելի շատ հավանական է, որ ուշադրությունը դրանք կնկատի։ Եթե ասես, ես կհաղթահարեմ սա, ուղեղդ կսկսի ավելի ակտիվ որոնել այդ նպատակի համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Ընտրությունը մենակ քոնն է։